Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է NVIDIA չիպեր Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը։ Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է։ Ջանքերը, որոնց մասին NVIDIA-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում արհեստական բանականության տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը։ 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 միլիոն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության արհեստական բանականության սերվերներ եւ NVIDIA-ի Blackwell պրոցեսորներ։ Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին։ Այս մասին հայտնել է Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը։ Firebird-ի հզորությունների մոտ 20%-ն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80%-ը կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին։ Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների եւ բաժնետիրական կապիտալի հաշվին։ Հովակիմյանը հայտնել է, որ ընկերությանն աջակցում է նաեւ Moderna համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Firebird-ը NVIDIA-ի բազմաթիվ գործընկերներից է, որոնք ձգտում են տվյալների մշակման հզոր կենտրոններ ստեղծել այլ տարածաշրջաններում։ Միացյալ Նահանգների կառավարության հաստատումը տեղի ունեցել արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին։ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում այսօր ողջունել է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell եւ NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաեւ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում, ասվում է հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, մասնավորապես նշելով, որ նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 26 թվականի առաջին կեսին։ Ինչ հնարավորություններ է այն ստեղծում առհասարակ, սա նախ եւ առաջ թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մաս է։ Եվ սա սովորական գործարք չէ, այլ ԱՄՆ կառավարության բարձրագույն մակարդակով անցած քաղաքական ու անվտանգային որոշում, երբ Վաշինգտոնը թույլ է տալիս իր ամենազգայուն ռազմավարական տեխնոլոգիաներից մեկը NVIDIA-ի Blackwell դասի չիպերը բերել Հայաստան, սա նշանակում է, որ Հայաստանին այլևս չի համարում որպես ռուսական ազդեցության գորշ գոտի, այլ որպես գործընկեր, որին կարելի է վստահել 21-րդ դարի ամենաթանկ ռեսուրսը արհեստական բանականության հաշվարկային հզորությունը։ Այսպիսին է իրական վստահությունը կոնկրետ տեխնոլոգիայի եւ կոշտ վերահսկվող արտահանման թույլտվության տեսքով։ 100 մեգավատ հզորությամբ առնվազն 500 միլիոն դոլարի սկզբնական ներդրմամբ արհեստական բանականության կենտրոնի կառուցումը Հայաստանում նշանակում է, որ Հայաստանը ներառել է գերտերությունների տեխնոլոգիական հաշվարկի մեջ որպես հենակետ։ Սա միաժամանակ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային նոր իրականություն է։ ԱՄՆ-ն, NVIDIA-ն եւ Firebird-ը Հայաստանի վրա դնում են ոչ միայն հնարավորություն, այլև պատասխանատվություն պաշտպանելու այդ ենթակառուցվածքը, մաքրելու այն ռուսական, իրանական եւ օլիգարխիկ ազդեցություններից, կառուցելու արդար դատարաններ, կանխատեսելի էներգետիկ քաղաքականություն, հուսալի հակահետախուզություն։ NVIDIA-ն այսօր աշխարհի ամենաթանկ ընկերություններից է, արհեստական բանականության հեղափոխության այսպես կոչված սիրտը, որի կապիտալիզացիան ավելի մեծ է, քան շատ երկրների համախառն ներքին արդյունքը։ Այդ ընկերության վերջին սերնդի տեխնոլոգիան բերել Հայաստան նշանակում է մեզ դուրս բերել օգտագործողի, սպառողի դիրքից եւ դնել ստեղծողի, արտադրողի, պատասխանատու գործընկեր պետության կարգավիճակում։ Եվ այս պահին զրուցելու եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ ICVAF-ի տնօրեն AICA համնահիմնադիր Սամսոն Ավետյանի հետ։ Պարոն Ավետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև։
Եվ այսպես, պարոն Ավետյան, երեկվանից ակտիվորեն քննարկվում է ուրեմն Միացյալ Նահանգների հերթական որոշումը, արդյոք հաշվի ես ներկայացրի, թե այնինչ է իրենից ենթադրում, հետաքրքիր է իբրև մասնագետ ձեր գնահատմամբ արդյոք Հայաստանը կստանա այնպիսի կամ նույն կատեգորիաների չիպեր, ինչ ամերիկյան Hooper-Scholar-ներն են, թե որոշակի սահմանափակումներով է Հայաստանի համար լինելու, ինչ է ձեզ հայտնի եւ ընդհանրապես այսպիսի չիպեր ներմուծելու դեպքում ինչ անվտանգության պահանջներ են առաջ գալու նույն Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուրեմն Հայաստանում այն ունենալու դեպքում համեցեք։ Շատ լավ, դե մենք արդեն տարիներ շարունակ գործում ենք ստարտափների հետ հայկական, այս բանը Equify ներումային ընկերությունի միջոցով, բայց ընդհանուր առմամբ, որ սկսեմ նախապատմությունից, այսինքն Հայաստանը որպես շատ ուժեղ տեխնոլոգիական կենտրոն է, ու դա եւս մի ապացույց է այս նախագծով, որ այդ ամեն ինչով մենք շատ զոր կենտրոն ենք ստեղծել, որը շատ հետաքրքիր է միջազգային ներդրողների համար, ու sense տիպի նախագծեր ինչքան էլ լավ նպատակներ չունենանք, sense տիպի նախագծեր այդ կենտրոնը այդ կողմը չստեղծենք, դա չենք ունենա։ Մասները հարցիկ ես տեղյակ չեմ, այսինքն ինչ տիպի չիպսեր են լինելու, բայց կարող եմ ասել, որ եթե առաջ մեր մոտ ներումների լայնածավալ հոսք կար, բայց ավելի շատ դեպի տեխնոլոգիական չիպերի դիզայնի ուղղությունով, այսինքն մեծ ներումներ են արվել տարբեր միջազգային մեծ կազմակերպություններից, այս նախագիծը տարբերում է նրանով, որ ստեղ արդեն մենք ունենք այսպես ճակերտների ասած գործարանի տեսքով, այսինքն ստեղ մենք ունենք ենթակառուցվածքային շատ մեծ խոշոր պրոյեկտ, որը ցույց է տալիս, որ այն ռիսկերից անվտանգությունից ելնելով, որ առաջ կար այդ ռիսկը, այս պահին արդեն մենք կարողանում ենք կամ նպատակներ կան իրականացնել ավելի ենթակառուցվածքային խոշոր պրոյեկտներ, նախագծեր, վստահությունը ձևակերպվել է, որ այդ առումով սա շատ մեծ առաջընթաց է Հայաստանի համար, ընդհանուր տնտեսական, բայց նաև տեխնոլոգիական էկոհամակարգի համար եւ այլ ուղղություններով նույնիսկ գիտություն եւ R&D, այսպես ասած։ Տեսեք, օրինակ, այսպիսի ուրեմն նախագծերում ներգրավելու մաս կազմելու դեպքում ինչպիսի նախապատրաստական աշխատանք է առհասարակ պետք հայկական ստարտափներին, որպեսզի կարողանան օգտվել այս զորություններից, պարոն Ավետյան։ Ես կարծում եմ ոնց որ նշված է, այսինքն մեծ մասը այն ծառայությունների, որ ստեղծել են Հայաստանում, արտահանվելու են միջազգային դեպի միջազգային հաճախորդներ, այս պարագայում Հայաստանը եւս մի անգամ, կամ ոչ թե եւս մի անգամ, այդ արտահանումը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց այստեղ տարբերությունն այն է, որ Հայաստանը դառնում է ինչ-որ չափով ռեգիոնալ կենտրոն համագործակցության, զարգացման եւ նաեւ հեռանկարներաստեղծում այլ երկրների զարգացման համար։ Այսինքն այդ առումով Հայաստանը ստանում է բավականին ուժեղ դեր այս նախագծի միջոցով։ Հենց որ այդ առումով շատ հետաքրքիր է։ Ինչ վերաբերում է հայկական ուղղությանը, դա ավելի ոնց որ տեղեկացված է, որ Համտեղեկությունը այն է, որ մոտավորապես 20%-ն է հատկացելու Հայաստանի ներքին շուկայի համար, իհարկե դա թե ստարտափների համար շատ կարևոր առավելություն է ստեղծելու մրցակցային, այսինքն առավելություն, բայց նաև ես կարծում գիտության առումով, որը շատ կարևոր է Հայաստանի համար, գիտության, R&D, հա, այդ ամենը մեզ եւս առաջ է դնում ընդհանուր երկարաժամկետ զարգացման այդ պոտենցիալը իրականացնելու համար։ Տեսեք, պարոն Ավետյան, կարող է Հայաստանը դառնալ արհեստական, բանականության, արտադրության ու հետազոտության տարածաշրջանային հանգույց, դուք խոսեցիք նաև ռեգիոնալ նշանակության մասին, Հայաստանը իբրև երկիր որքանով ունի այդ պոտենցիալը։ Ես կարծում եմ հենց նպատակներից կարևորագույնը հենց դա է, որ Հայաստանը դառնա ինչ-որ չափով կենտրոն։ Հիմա այդ կենտրոնը այս պարագայում արհեստական բանականության կենտրոնն է, որը ապագայի, այսինքն ամենախոշոր փոփոխություններից մեկն է։
Ու այդ կենտրոնը լինելու է Հայաստանը, որտեղ ես ճիշտ ասած ծանոթ եմ այլ sense տիպի նախագծերին, որոնք նույնիսկ մոտ Հայաստանին մոտ են իրականացվում, այնց որ իսկապես ուրախալի լուր է ու շատ մեծ վստահությունից ու այդ նախապատրաստական աշխատանքներ, այսինքն այդ ամենը չէր կարող տեղ ունենալ, եթե շատ մեծ աշխատանք չտարվեր։ Հիմա ոնց որ նշեցի, այդ էկոհամակարգը, որ տարիների ընթացքում ստեղծվել է Հայաստանում, դա նախապայման էր, բայց ոչ բավարար։ Այսինքն մենք ունենք շատ գործ արվել տարբեր կազմակերպությունների կողմից, մասնավոր եւ պետական։ Մասնավորը, չգիտեմ, թե Թումոն, թե տաղանների ստեղծման ուղղությամբ, թե Արմենիան, թե Արմատի լաբորատորիաները, թե մեր Սփյուռքը, որը շատ լավ կապեր ունի տեխնոլոգիաների եւ որը աջակցել է օժանդակել այս կազմակերպություններին, որ մենք արդեն իսկ ունենք Հայաստանում միջազգային։ Նենց որ այդ առումով շատ մեծ գործ է արվել բոլորի մասով եւ այդ նախապայմանը կա հիմա ու այդ եւս շատ մեծ առաջընթաց է մեր համար։ Այդ արդեն ենթակառուցվածքային ուղղությունով։ Պարոն Ավետյան, ձեր գնահատմամբ Նևիդան կամ Միացյալ Նահանգները որքանով են երկարաժամկետ պլանավորում կամ պատկերացնում իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում եւ որն է ընդհանրապես Հայաստանի համար այն պատասխանատվության գինը, որը պետք է կրի դառնալով այսպես տեխնոլոգիաների կենտրոն։ Դե պատասխանատվությունը շատ մեծ է, իհարկե այս ամենը բոլոր երկրներին չի հատկացվում կամ հնարավորությունը տրվում։ Պատասխանատվությունը շատ մեծ է, թե գիտմիր անվտանգության ուղղությունով, թե ֆիզիկական անվտանգության ուղղությունով, այդ ամեն ինչը պետք է լինի ապահով։ Ու իհարկե այն նրբություններից ելնելով, որ Հայաստանի շուրջ ստեղծվել է այն կոնտեքստը, այդ ամենը ինչ որ չափով պետք է այդ անվտանգությունը ու պատասխանատվությունը համաչափ մենք այդ ամենը բան անենք, դրան համապատասխան քայլեր անենք եւ ստեղծենք այն հեռանկարները, որ ստեղծվում են։ Այդ առումով ինչքանով է երկարաժամկետ, դա ես կարծում եմ մեզանից է կախված։ Գուցե ինչ որ չափով նաեւ փոփոխություններից կամ չփոփոխություններից ԱՄՆ-ում, բայց ես կարծում եմ ավելի շատ մեզանից է կապված, թե մենք ոնց կդրսևորենք, ոնց կօգտագործենք, ոնց կամ համագործակցենք թե ԱՄՆ-ի հետ, թե այլ երկրների հետ։ Պարոն Ավետյան, տեսեք, հետաքրքիր է, քանի որ դուք էկոհամակարգերի մասին նույնպես խոսեցիք, Cooling համակարգը ձեր գնահատմամբ ինչպիսի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա եւ արդյոք նախատեսվում են կանաչ էներգիայի լուծումներ առհասարակ։ Ես կարծում եմ, այս հարցը բավարար հարց է էներգիայի մասով, այսինքն այդ բոլոր շատ ռեսուրսատար են, այսինքն էներգիայի հոսանքի վերաբերյալ։ Ես չէի զարմանա, եթե նորություններ լինեն եւս այդ ուղղությամբ, որովհետեւ այդ ամենը պահանջում է բավականին մեծ ռեսուրսներ էներգիայի, ու ես կարծում ինչ որ չափով այդտեղ մենք եւս նորություններ կարող ենք ակնկալել։ Ինչ ձևով դա կլինի, ես մասնագետը չեմ, բայց ենթադրում եմ էներգիային ռեսուրսները Հայաստանում արևային եւս լավ հեռանկարներ ունեն, գուցե նաեւ միջուկային էներգիայի վերաբերյալ ինչ որ եւս փոփոխություններ ենթադրվեն, որտեղ այն կառույցը, որ մենք այս պայն ունենք, բավականին հնացած է։ Կա արդյոք ռիսկ, որ այս նախագիծը կախված է օրինակ ռուսական կամ իրանական էներգառեսուրսներից, ձեր գնահատմամբ, կա այդպիսի ռիսկ։ Քանի որ հարցը կարևոր է, հիմա աշխարհակական թեմաների մեջ չխորանամ, բայց հարցը իհարկե կարևոր է, եւ ես կարծում եմ հարցը դիտարկվել, մշակվել է ու առանց դրա վերլուծության այս ներդրումը չէր արվի կամ այս հեռանկար կամ այս նախագիծը չէր կյանքի կոչվի, այնպես որ ես համոզված եմ, որ այդ վերլուծությունը եւս արվել է ու ըստ դրա նաեւ ինչ որ լուծումներ են տրվել։ Իսկ 100 մեգավատ զորությունը ինչ ավել այսպես բեռ է ստեղծում Հայաստանի էլեկտրացանցի համար ձեր գնահատմամբ եւ պատրաստ ենք մենք այդ բեռի տակ մտնելու։ Էլի, եթե նախագիծը լրջորեն ուսումնասիրվել է, համոզված եմ տարբեր ուղղություններով, շատ տարբեր ուղղություններով, եթե նախագիծը ուսումնասիրվել է ու հավանականությունը տրվել ու մենք արդեն գործնական քայլերի ենք գնում, ես համոզված եմ, որ այդ հարցն էլ պատշաճ պատասխան ստացել։ Շնորհակալ եմ պարոն Ավետյան զրույցի համար։ Նմանապես։
Հիշեցնեմ, զրուցում էի ICWAF-ի տնօրեն AICP-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։